Ողջույն։ Մեկնարկեց Հայաստանի համար ճակատագրական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քաղաքացու համար իրականում կարծում եմ դժվար չէ ընտրություն կատարել։ Հիմնական ուժերին ճանաչում են, գիտեն անցած ուղին ու ձեռագիրը։ Մնում է քաղաքացին գնա ընտրատեղամաս։ Ամեն ինչ կախված է դրանից։ Այս ընթացքում տեսնում ենք, որ հետևողականորեն արվում է ամեն բան, որ քաղաքացին մնա տանը, քանի որ վերարտադրվել փորձող իշխանությանը հենց դա է ձեռնտու։ Այդ նպատակով է հենց իմ կարծիքով տարածվում մի քանի թեզ, որոնց ցանկանում եմ անդրադառնալ։ Թեզ 1. Բոլորն էլ մեկ են։ Սա հենց մարդկանց մեջ հուսահատություն մտցնելու համար է, թե որ մեկ են բոլորը, նույնն են, ինչի գնամ ընտրության։ Մեկ է, ում ընտրեմ, նույնն է, բան չի փոխվելու։ Իշխանությունը հասկանում է, որ իր աղետներից հետո իր փրկությունը մարդկանց հուսահատեցնելու մեջ է, որ բոլորին նույն ցեխի մեջ թաթախեն ու հավասարության նշան դնեն։ Ժողովուրդ ջան, շատ պարզ, կենցաղային հարց տամ։ Սնունդ առնելիս չեք ասում, չէ, սաղ մեկ են։ Ժամկետ եք նայում, հաճախ փորձում եք։ Եթե գիտեք, որ այդ սննդատեսակից թունավորվող են եղել, չեք էլ առնում։ Չեք ասում, սաղ մեկ են, ինչ էլ առնեմ ուտելու։ Կամ չեք ասում, չէ, մեկ է, փափուկ տեղաշորի մատրաս դոշակի վրա կքնեմ, թե պոլի վրա, տարբերություն չկա։ Ավտո գնելիս չեմ տեսել, որ ասեք, դե մեկա ինչ առնեմ։ Ժողովուրդ ջան, հող պահողն ու հող տվողը չեն կարող նույնը լինել։ Ղեկավարը, որի օրոք Հայաստանն ու Արցախը պաշտպանված էին, ունեինք երաշխավորված անվտանգություն, հաղթանակած բանակ ու ամուր սահմաններ, եւ նա, ում օրոք սաղ վարի է տրվել ու թշնամին մտել է մեր տարածք, անգամ հանցագործություն է համեմատելը։ Չեն կարող աղքատությունը, կրճատած ու աղքատությունը խորացնողը նույնը լինել։ Չի կարող աղետի գոտին վերակառուցողն ու այդ գոտում անգամ մեկ ավտոտնակ չսարքածը նույնը լինել։ Համեմատությունը անգամ արժանապատիվ չէ։ Սահմանները անխախտ պահողն ու սահմանամերձ գյուղերը հանձնողը համեմատության եզրեր չունեն։ Ինչպես կարելի է տուն ու օջախ կառուցողին հավասարեցնել մարդկանց անօթևան ու գաղթական դարձնողի հետ։ Ներդրում բերողն ու բիզնեսը խլողը չեն կարող նույնը լինել։ Նախկինում Հայաստան էին մտնում 100 միլիոնավոր դոլարների ուղիղ օտարերկրյա ներդրումներ, որոնք արդյունք էին ստեղծում, աշխատատեղ էին դառնում։ Այսօր տերոր է բիզնեսի նկատմամբ, փախչում են ներդրողները։ Տնտեսություն զարգացնողը, արտադրողն ու երկրի ռեսուրսները մսխողը, կապիտալը երկրից փախցնողը երբեք չեն կարող նույնը լինել։ Չեն կարող ղեկավարը, ումից թշնամին վախենում էր, եւ ղեկավարը, ում թշնամին ծաղրում է, լինել նույնը։ Չի լինում այդպես, ժողովուրդ ջան։ Հայաստանի արժանապատվությունը միջազգային ասպարեզում բարձր պահողին ու արտաքին քաղաքական մուրացկան դարձրածին չի կարելի ասել նույնն են։ Ընտրությունը գնալ խոչընդոտելու մեկ այլ թեզ։ Մեկ է, սաղ որոշված է, իմ ձայնով ոչինչ չի փոխվելու։ Տարածված արտահայտություն է, որը շատ մարդիկ համարում են իրենց ընտրության չգնալը արդարացնելու միջոց։ Եթե չես գնում ընտրության, հարգելի քաղաքացի, դու քեզ զրկում ես պահանջելու իրավունքից եւ համաձայնում ես, որ քեզ հետ, քո երկրի հետ վարվեն ինչպես ուզում են։ Դու քեզ զրկում ես պահանջելու իրավունքից, գազը թանկանա, պահանջելու տեղ չունես, տունդ կհանձնեն, չունես պահանջելու բան, հացը կթանկանա, չունես, դու ընտրության չգնալով որոշել ես, որ չունես պահանջելու իրավունք ու անգամ դժգոհելու իրավունքից ես քեզ զրկում։ Քո ձայնով շատ բան է փոխվում։ Վիկտոր Օրբանից լավ տղա չլինեն ու նրա չափ աջակցություն չունենան։ Նա գնաց, որովհետև հունգարացին գնաց ընտրության։ Ինձ ամեն անգամ փողոցում հանդիպելիս, երբ բողոքում են մեր երկրի իրենց սոցիալական խնդիրներից, հարցնում եմ՝ դուք ընտրել եք։ Լինում են ընտրած խաբվածներ, բայց նաև մարդիկ, որ ասում են, չէ, մենք երբեք ընտրության չենք գնում։ Ասում եմ, բայց ինչ եք պահանջում։ Ումից եք պահանջում։ Դու պետք է գնաս քվեարկես, որ վաղ ադրբեջանցիներով չլցվի Հայաստանը, բայց եթե չգնաս, ուրեմն չպետք է բողոքես, եթե քո տունը կամ քո հարևանի տունը դառնա այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի քաղաքացու ապրելատեղ, որովհետև այսօր հնարավորություն կա դա կասեցնելու, վաղը չի լինելու։ Քո քվեաթերթիկը զենք է, վճիռ է, համ քեզ համար, համ երկրի համար, համ քաղաքական ուժերի համար։
այդ մի քվեով դու այդքան ճակատագիր ես որոշում, ուրեմն պարտավոր ես գնալ ու քվեարկել։ Այդ մեկ ձայնն է, ու այդ մեկ ձայնի բացակայությունը, որը որոշելու է վերջին 6 տարում մեր գլխին լցվածը ավարտ ունի, թե այդ ողբերգությունները դեռ միայն սկիզբն էին։ Քանիցս լսել եմ, թե հենասրան ընտրեցինք, ինչ խելվանք, որ մի հատ էլ գնանք ընտրության։ Առաջին աչքից արդարացված հիասթափություն է։ Հավատացել են, խաբվել են, ծանրագույն կորուստներ են ունեցել ու հիմա չեն վստահում ոչ մեկին եւ ոչ մի գործընթացի։ Սխալվելը ողբերգություն չէ։ Ողբերգություն է սխալը չուղղելը։ Դրան եք բերել, դրա համար էլ չեք խերվել։ Տարեք, որ խերվեք։ Ասենք գնացել ես խանութ, համոզել են անպետք կամ հոտած ապրանք են տվել։ Ուրեմն ինչ։ Ինչ պետք է անես։ Կատարես երկրորդ ընտրությունդ ու ազատվես այդ ապրանքից։ Հիմա կթափես, հետ կտանես խանութ, կարևորը դա չէ, կարևորը որ քեզ կազատեց այդ հոտած ապրանքից։ Կամ եթե փչացած կաթ եք խմել ու թունավորվել եք, հո չեք որոշում կյանքի մնացած տարիներին ընդհանրապես հաց չուտել, ոչ, պարզապես այլևս չեք գնում այդ ապրանքը։ Կոշիկ ես հագել, որը սեղմում է ոտքդ, մեջներ քար կա։ Տարիներով հագնում ես ու ցավեցնում է, նեղում է։ Ի վերջո պետք է կատարես ընտրություն եւ հրաժարվես այդ կոշիկից։ Ժորժ ջան, հանեք այդ կոշիկը ու դնջացեք։ Մի պատկերավոր օրինակ էլ բերեմ։ Ասենք մեկից կարտոշկա եք գնում, վատն է, անհամ է, հետնել ծակ-ծակ։ Նույն մարդուց էլի գնում եք, էլի նույնը, երրորդ անգամ չեք գնի, չէ՞։ Բայց հիմա ձեզ վաճառել են այդպիսի կարտոֆիլ ու վաճառողը ասում է, եկեք պայմանագիր կնքենք իրար հետ, որ հաջորդ 5 տարին էլ ինձնից գնեք այդ կարտոֆիլը, բայց իմացեք էլի նույն ապրանքն եմ տալու։ Եթե դուք վարձել եք վարպետի, ով եկել ու քանդել է ձեր տունը, դուք չեք թողնում, որ տունը ավերակ վիճակում մնա, վռնդում եք վարպետին, բերում եք նրան, ով կվերականգնի քանդածը։ Հիմա պետության հարցում ինչու եք որոշել, որ եթե մի անգամ սխալ ընտրություն եք կատարել, ուրեմն պետք է ձեռքներդ լվակ ու թողնեք, որ այդ վարպետը մինչև վերջ քանդի մեր ընդհանուր տունը։ Դուք ընդունել եք նրան աշխատանքի ձեր քվեով, ուրեմն հենց դուք էլ պետք է ազատեք նրան աշխատանքից նույն այդ քվեով։ Սա արժանապատվության հարց է։ Ինչու եմ կենցաղային պրիմիտիվ օրինակներ բերում։ Որովհետև մեր կենցաղային հարցերին հասարակ սննդի ընտրությանը ավելի լուրջ ենք վերաբերում։ Իշխանության ամենամեծ երազանքը այն է, որ դուք հուսահատվեք ու մնաք տանը։ Իշխանական քարոզչամեքենան հատուկ է տարածում բոլորը նույնն են, ոչինչ չի փոխվելու թեզերը։ Գիտեք ինչու։ Եթե հիասթափված մեծամասնությունը մնում է տանը, վարչական ռեսուրսը անում է իր սև գործը։ Երբ դուք մնում եք տանը, նրանց այդ փոքրիկ տոկոսը դառնում է որոշիչ մեծամասնություն։ Տանը մնալով դուք չեք պատժում իշխանությանը, այլ նրան նվիրում եք ձեր ձայնը։ Տանը մնալը չեզոքություն չէ, դա իշխանության վերարտադրությանն աջակցելու հաստատուն ձև է։ Մենք հիմա չենք ընտրում լավի եւ վատի կամ ավելի լավի միջև։ Այս ընտրությունը լինել կամ չլինելու, պետություն ունենալու կամ թուրքական վիլայետ դառնալու մասին է։ Կարճ ասած, հուսահատությունն ու ապաթիան մեր թիվ 1 թշնամին են այսօր։ Իշխանությունը սնվում է ձեր հիասթափությունից։ Կոտրեք այդ սցենարը։ Սխալը մարդկային է, բայց սեփական սխալը տեսնել ու այն ուղղելուց հրաժարվելը հանցագործություն է ինքներդ ձեր ու պետության հանդեպ։ Ընդամենը մեկ քվեաթերթիկով դուք կարող եք փակել այս կործանարար էջը։ Ժորժ ջան, գնացեք ընտրության, որպեսզի վաղը մեղավորներ ման չգաք։